լրատվական թողարկումն է։ Այս պահին իմ զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Բարի երեկո, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Այսպես Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ պատրաստվում է դուրս գալ Հանրապետական կուսակցությունից, դուք նրան տեսնում եք ընդդիմադիր դաշտում, պարոն Մարտիրոսյան։ Ընդհանրապես ինձ վերջերս շատ են մեղադրում, որ ես տարբեր պաշտոնատար անձանց տեսնում եմ ընդդիմադիր պայքարի մեջ, բայց Հովիկ Աբրահամյանին որքան էլ տոլերանտ մոտենամ չեմ տեսնում, ճիշտն ասած։ Որն է պատճառը, որ Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին կարող եք համարել այս իշխանության դեմ պայքարող հավանական գործիչներ, իսկ նրան ոչ։ Որովհետև կան համակարգաստեղծ, այսպես ասեմ, գործիչներ եւ կան համակարգում աշխատող գործիչներ։ Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը համակարգում աշխատող գործիչներ են, որոնք ունեն պոտենցիալ, կարողություններ, որոնք այս կամ այն համակարգի դեպքում կարող է դրական համակարգի դեպքում կարող է դրական արդյունք տալ։ Երեք Արամ Զավենի Սարգսյանը չասում, երեք չառաջորը, որ Վազգեն Վարդան Օսկանյանի հետ աշխատել է վարչապետ եղած ժամանակ եւ շատ բարձր պրոֆեսիոնալ անձնավորություն է։ Ափսոս, որ իր կարողությունները ներդրեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ։ Հիմա իրենց պարագան, իրենք համակարգի աշխատող են, այսպես ասեմ, եղել, համակարգում աշխատող, իսկ պարոն Աբրահամյանը համակարգաստեղծ անձնավորություն է եղել։ Դրա համար ես չեմ պատկերացնում, այսինքն ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում, այս հատկապես վերջի ժամանակահատվածում, բոլոր համապետական ընտրությունների կազմակերպիչը եղել է Հովիկ Աբրահամյանը, իսկ թե ինչ կեղծիքներով են դրանք անցել, բոլորս գիտենք, եւ այդ կեղծիքների ծավալը այնքան մեծ էր, որ ասելու չէ, եւ ըստ էության դա ամբողջովին համակարգել է նա։ Դրա համար որևէ ձևով ես չեմ պատկերացնում Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր պայքարում։ Իսկ ինչպես կմեկնաբանեք նրա դուրս գալը ձեր կարծիքով, սա իշխանության PR քայլ է, թե իսկապես նա իր համակարգաստեղծ այդ կառույցից դուրս է գալիս։ Նախ պետք է ասենք, թե ինչպիսի իշխանություն եւ ինչպիսի համակարգ է Հայաստանում ձևավորված։ Համակարգ է, որի ամբողջ նպատակը ապօրինի եղանակով բոլոր ռեսուրսների, կլինի պետական, բյուջե, ժողովրդի ունեցվածք, դրա, այսպես ասեմ, ապօրինի յուրացումն է, թալանակոպիտ ձևով ասեմ։ Հիմա, քանի որ ռեսուրսները նվազել են, եւ մենք դա տեսնում ենք, ասենք, մեր պարտքը հնային նկատմամբ արդեն հասել է 57%, 3% հետո այլևս օրենքով մենք իրավունք չունենա պետական պարտք վերցնել, ակնհայտ է նաեւ միջազգային կազմակերպությունները չեն տա։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ կենտրոնը ըստ էության Երևանի տրվում է վարձով եւ վաճառում է ամիսներ շարունակ, ինչը խոսում է տնտեսական խայտառակ վիճակի մասին։ Ակնհայտ է այդ ռեսուրսները չկան, ակնհայտ է, որ պարտադիր է, որ ով ինչքան կարող է ռեսուրս իրեն պահի կամ խլի, որ կարողանա իր այդ համակարգը, չէ որ արատավոր համակարգները պահելու համար ավելի շատ ռեսուրսներ են գալիս։ Հիմա ակնհայտորեն այդ ռեսուրսների նվազումը բերում է ներիշխանական պայքարի։ Եվ այս ներիշխանական պայքարում հիմա նաև որոշակի գործոններից ելնելով արդեն պետք է զոհաբերվեր Հովիկ Աբրահամյանը։ Ես կարծում եմ սա է եւ Դուք ամեն դեպքում զոհաբերություն եք սա որակում իշխանության կողմից։ Այսինքն դուրս մղել, մեր համար չի զոհաբերություն։ Եթե ձեզ թվաց թե ասում եմ հանուն ժողովրդի զոհաբերություն են անում, չէ։ Հանուն իրենց են զոհաբերություն, այսինքն ներիշխանական այդ բաժանման, ռեսուրսների բաժանման գզվռտոցի շրջանակում եմ ես սա ճիշտ ասած տեսնում, այլ է պարագան պարոն Օսկանյանի, որ արդեն գրեթե 10 տարի իշխանությունից դուրս է եւ ընդդիմադիր հնարավորինս փորձում է գործունեություն ծավալել, այնուամենայնիվ այլ է Սեյրան Օհանյանի պարագան, որը ըստ էության մարտական ուղի անցած անձ է, որը բնականորեն բանակի կայացման ակունքներից եկել է եւ այլ պարագա է Հովիկ Աբրահամյանին է։ Դրա համար իրար չեմ խառնում եւ ինձ համար հստակորեն կա այն պատկերացումը, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմադիր գործունեություն ուղղակի չի կարող ծավալել։
Պարոն Մարտիրոսյան, հանրությունը եւ լրատվամիջոցներն ուշիուշով հետևում են, թե ի վերջո ժառանգությունն ինչ որոշում կկայացնի, որ դաշինքին միանալու, քննարկվում են մի քանի անուններ՝ Ելք դաշինքը, Օհանյան, Դալաքյան, Օսկանյան դաշինքը, գուցե նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ գործակցությունը, խնդրում պատասխանեք այդ հարցին, որն է պատճառը, որ մինչեւ հիմա ժառանգությունը դեռ հստակ հայտարարություն չի արել այս մասին։ Այն որ այսպիսի ուշադրություն է ժառանգության նկատմամբ, որը շատ դեպքերում ապա տեղեկատվության մակարդակի է հասնում տարբեր լրատվամիջոցներով, դա հասկանալի է, որտեղ մենք իսկապես այս բանաձևերի մեջ խաչմերուկային ինչ-որ դիրք են գրավում եւ հետաքրքրությունը այդ առումով ժառանգության նկատմամբ այնուամենայնիվ մեծ է։ Ինչ վերաբերում է թե մենք որ դաշինքի հետ, ապա մենք սկզբանե ասել ենք, որ լայն դաշինք են պատկերացնում, այնպիսի դաշինք, որը առաջի հերթին թույլ կտա իշխանափոխության պրոցես տեսնել եւ երկրորդ դրանից մի փոքր ավելինված գոնե պայքարի հնարավորություն տա։ Այս պահին մենք փորձում ենք այս լայն դաշինք հասկացողությունը կյանքի կոչենք։ Մեր ցանկությունն է դա, որքանով կստացվի, իհարկե դժվարանում եմ ասել, որտեղ հասկանալի է, որ շահերը երբեմն շատ հակառակն են լինում միմյանց, պատկերացումները, որոշ դեպքերում անձնավորված մոտեցումներ կա, բայց համենայն դեպս մենք փորձում ենք այդ խաչմերուկի դերը տանել եւ այդ լայն դաշինքը փորձենք կյանքի կոչել։ Հակառակ պարագայում արդեն հաջորդ հերթականությունը կնայենք, որ պայքարի հնարավորություն ստեղծող դաշինք լինի եւ եթե այդ բոլոր տարբերակները չլինեն, մեր, այսպես ասեմ, վերջին տարբերակը դա միայնակ գնալն է։ Բայց ընտրություններին մասնակցելու եք, դա արդեն որոշված է։ Որևէ այլ քննարկում չի եղել։ Չմասնակցելու հետ կապված ճիշտ ասած քննարկում չի եղել, որ ես ձեզ ասեմ։ Տեսականորեն իհարկե չեն կարող բացառել, բայց գործնական նմանատիպ որևէ քննարկում չի եղել։ Պարոն Մարտիրոսյան, լայն դաշինք ասելով ուզում եմ հասկանալ ինչ նկատի ունեք, արդեն գոյություն ունեցող դաշինքներն իրար միավորելու, իրար կապելու ժառանգության միջոցով։ Մոտավորապես։ Գիտեք, դա արդեն տեխնիկական հարց է, գոյություն ունեցող դաշինքներն ենք իրար կապում։ Խնդրում անուններ տվեք։ Բոլոր նրանք, ովքեր այսօր կողմ են Հայաստան ինքնիշխանության հաստատմանը, կողմ են Հայաստանում արմատական բարեփոխումների կյանքի կոչմանը, որը պետք է սկսի իշխանափոխությունը։ Ովքեր են այդ ուժերը։ Բոլոր նրանք, ասում եմ, ովքեր դա պատրաստ են տեսնել, այսինքն այն բոլոր ուժերը, որոնք ասեն, մենք տեսնում ենք այդ երկու նպատակը կարևոր, մենք պատրաստ ենք իրենց հետ քննարկել։ Եթե չկա այդ պատկերացումը, քննարկելու նյութ չկա, որում այդ արմատական բարեփոխումները բնականաբար ենթադրում է նոր սահմանադրության ընդունում մոտակա 2 տարվա ընթացքում, որտեղ շատ կարևոր է, որ դատական իշխանությունը վերջապես տարանջատվի եւ որպես լիարժեք անկախ երրորդ թև իշխանության հակակշռի գործադիրին եւ օրենսդրին։ Մենք շատ ենք տուժում, որ Հայաստանում չկա անկախ դատարան։ 2 տարվանից հետո պետք է ընդունվեն նոր ընտրական օրենսգիր, կուսակցությունների մասին նոր օրենք կամ փոփոխություններ ֆինանսավորման հետ կապված կուսակցությունների, որից հետո գնալ արտահերթ ընտրությունների։ Մեր պատկերացումը սա է, եթե այս պատկերացմաշրջանում մենք կարողանում ենք համագործակցություն ստեղծել, ես կարծում եմ դրանից կշահեն բոլորը, եւ այդ կողմերը, եւ առաջի հերթին պետությունը, ժողովուրդը, եւ իհարկե մենք կարողանանք այս դեպքում Հայաստանի զարգացումը ապահովել։ Այսօր մեր եթերում ելքից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ելքը արդեն հրապարակել է իր տեսակետները եւ կարծես այս դեպքում գնդակը ձեր դաշտում է, պարոն Մարտիրոսյան։ Վերջնական որոշում երբ կկայացնեք։ Երբ որ բոլոր հարցերի պատասխանը կունենանք։ Երբ բոլոր հարցերի պատասխանը կունենանք, մենք բնականաբար որոշումը կընդունենք։ Ելքը հեռու չի եղել ժառանգությունից, ըստ էության ելքի կայացման ստեղծման ակունքներում մենք եղել ենք, որևէ խնդիր չեմ տեսնում հետագայում եւս համագործակցելու համար, բայց ամբողջական պատկեր պետք է ունենանք։ Ամբողջական պատկերը երբ հստակ լինի, որոշումը կկայացնի։ Գագիկ Ծառուկյանի եւ նրա շուրջ հավաքված քաղաքական ուժերի հետ համագործակցությունը նույնպես չեք բացառում։
որևէ մեկի հետ այս պահին չեմ կարող բացառել, քանի դեռ վերջնական որոշում չենք ընդունել, եւ մեր համար իսկապես ցանկալի կլիներ, որ մենք բոլորս միասնական մեկ ծրագրի շուրջ, բարեփոխումների, իրական բարեփոխումների ծրագրի շուրջ համագործակցենք իրար հետ, այդ բարեփոխումները կյանքի կոչենք, դրանից հետո արդեն ամեն մեկս մեր քաղաքական սկզբունքներով, մեր պատկերացումներով գնանք մասնակցենք ընտրությանը եւ Հայաստանի ժողովուրդը ում ցանկանար նրան մեծամասնություն կամ կոալիցիոն մեծամասնություն ստեղծել, որից հետո արդեն քաղաքական դաշտը քաղաքական սկզբունքներով առաջ շարժվելով զարգանար, կառավարման համակարգում ոչ թե լիներ մի քանիսի գերհարստացում ապօրինի եղանակով, այլ իսկապես լիներ մեր քաղաքացիների, բոլոր քաղաքացիների շահերի սպասարկում, այսինքն որոշակիորեն սոցիալական արդարության գաղափար լիներ։ Սա է, իսկապես անկյունադարձային հիմա փուլ ենք նորից մտնում, մեր պատմությունը չգիտեմ ինչու միշտ այդպիսի սուր անկյունների միջով է անցնում, այս դեպքում եւս այդպիսին է, եթե մենք թույլ տվեցինք, եթե Սերժ Սարգսյանը հանրապետականի հետ մնաց իշխանության, ակնհայտ է, թե Հայաստանից որքան մարդ եւս կարտագաղթի մոտակա 1-2 տարին։ Իսկ դա ինչպիսի անդառնալի իսկապես, ոչ թե ծանր, այլ անդառնալի հետ կասցնի Հայաստանը, կարծում եմ պատկերացնում են բոլորը։ Պարոն Մարտիրոսյան, ինչ իրավիճակ է ժառանգության ներսում։ Աշխատանքային։ Լուրեր պտտվեցին այն մասին, որ ձեր եւ Զարուհի Փոստանջյանի միջև կոնֆլիկտ է եղել եւ դուք նրան ապտակել եք, իհարկե Տիկին Փոստանջյանը փորձել եք ապտակել, Տիկին Փոստանջյանը հերքեց լուրն այդ մասին, բայց այնուամենայնիվ ակնհայտ է, որ կան տարաձայնություններ։ Ուղղակի այդ լրատվամիջոցը անթույլատրելի բան է արել, իրենք կարող են փող աշխատել սև PR իրականացնելով կուսակցության նկատմամբ, բայց արդեն անձնավորել եւ բարոյականության տիրույթ մտելը որևէ ձևով արդարացված չէ։ Ակնհայտ սուտ տեղեկություններ, որևէ ձևով չէր կարող այդպես բան լինել, որովհետեւ այս աշխարհում չկա մի կին, որ ասի, որ ես իրեն երբևիցե մատով կպել եմ։ Դրա համար որքան էլ ժառանգության դիրքորոշումը այս պայն իսկապես շատ կարևոր է եւ իշխանությունը փորձում է իր շանտաժի գործիքներով ճնշել, երևի ինձ նաև տեսնում է այդտեղ ինչ-որ անկյունակարային դերակատարություն ունեցող անձ եւ իմ անձի հետ են անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն տարածում նաև ուստի պատասխանեմ իրենց, այդ շանտաժը չի անցնելու։ Զարուհի Փոստանջյանի հետ տարակարծություն ունենք, շատ նորմալ է, իսկ ով ասեց, որ Զարուհի Փոստանջյանի հետ ես առաջ անգամ տարակարծություն ունեմ, ես տարակարծություն եմ ունեցել Ռաֆի Հովհաննիսյանի հետ, բոլորս բոլորի հետ տարբեր հարցերի շուրջ տարակարծություն ենք ունեցել։ Ձեզանից որևէ մեկը կհեռանա այդ դրա հետևանքով կուսակցություն։ Չէ, ինչ պետք է հեռանանք։ Ես որ չեմ պատրաստվում հեռանալ, որովհետև եթե մեր կուսակցությունում ժողովրդավարական դրվածքը առաջ օրվանից է եղել, եւ պարոն Հովհաննիսյանը կարևորագույն հարցի շուրջ եղել է փոքրամասնություն, որը հիմնադիրն է կուսակցության ակնհայտորեն եւ առաջնորդը, ինքը եթե փոքրամասնության մեջ կարողանում է լինել եւ մեծամասնության որոշումը կյանքի է կոչում, ուրեմն յուրաքանչյուրս պարտավոր ենք այդ փոքրամասնության մեջ լինելը եւս նորմալ տանել, ինչը ես բազմաթիվ անգամներ եմ եղել փոքրամասնության մեջ, բայց ես կուսակցության որոշումը, ընդհանուրի քվեարկած որոշումը կյանքի եմ կոչել։ Բոլորս կարծում ենք այդ ձևով կշարունակենք մեր գործունեությունը։ Միակ տարակարծությունը Սերան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու է մասին է։ Չէ, Զարուհի Փոստանջյանը ընդհանրապես կողմնակից է, որ միայնակ մասնակցենք։ Այնպես չէ, որ այդ հարցը չի քննարկվում։ Ուղղակի վարչության մեծամասնությունը կարծում է, որ մենք պետք է փորձենք այդ լավ համախմբումը ստեղծենք։ Եթե չստացվի, նոր արդեն առանձին գնալ ընտրություններին։ Այնպես չէ, որ հիմա երկու տեսակետ է քննարկվում վարչությունում առանձին գնալու տեսակետը եւ դաշինքով գնալու, ոչ։ Ըստ էության վարչության մեծամասնությունը դաշինքային, լայն դաշինքային տրամաբանության կողմնակից է, որպեսզի իրավիճակ փոխեն, բայց եթե չստացվի դա, միայնակ պայքարելու տարբերակը մնում է եւ կա։ Ինչ կասեք Անահիտ Բախշյանի մասին, կուսակցությունը այլևս չի զգում այս գործի հետ համագործակցելու անհրաժեշտություն։ Թե ինքը չի ցանկանում ձեզ հետ։ Տիկին Բախշյանին մենք ամենայն բարիքն ենք մաղթում, մենք իր հետ ճանապարհ ենք անցել, ինքը իր որոշումը կայացրել է,
որևէ խնդիր չկա։ Ճիշտ է այն հիմնավորումները, որ բերում է, ես համաձայն չեմ եւ կարծում եմ բոլորովին այլ պատճառներով է ինքը դուրս եկել կուսակցությունից, բայց ես չեմ բարձրաձայնի իմ պատկերացումները։ Տիկին Բախշյանը, եթե կցանկանա երբևիցե դրա մասին խոսել, խնդիր չեմ տեսնում, բայց դա իր որոշելիքն է։ Այն ճանապարհը, որ ես իր հետ անցել եմ, այնուամենայնիվ ինձ թույլ չի տալիս հարգանքի այդ սահմանը անցնել, որքան էլ համաձայն չլինեմ իր պատճառաբանությունների հետ, բայց երբեմն լռելը ճիշտ է։ Լավ։ Պարոն Մարտիրոսյան, Դավիթ Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը հայտարարեց, որ հնարավոր է առաջիկա ընտրություններին, ինչպես նախորդ պայմանավորվել էին, տեսախցիկներ ընտրատեղամասերում առկա չլինեն, քանի որ գնի հետ կապված որոշակի խնդիրներ կան եւ այդքան միջոցներ կառավարությունը չի կարողանում հատկացնել։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Կառավարությունը խոստացավ եւ չկատարեց իր խոստումը նորմալ տարի, գիտեք, իշխանությունը այնքան բան է խոստացել չարել, ամեն ընտրություններից առաջ խոստանում է, Դուք չունեիք սպասելիքներ այն բացարձակ ես դրա ուղղությամբ չեմ էլ մտածում։ Դա չի ազդի որակի վրա։ Որովհետև դետալները իհարկե կարևոր են, բայց եթե դու ամբողջության մեջ չես տեսնում այդ process-ը, այլ նրա մի մասը, այսինքն բաց տեղեր մնում են էլի ընտրակեղծարարության համար էլ, ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիկ ընտրություն հասկացնելու համար, դա համար կլինի, չի լինի, դա որքան էլ կարևոր լինի երկրորդական հարց է։ Շատ ճիշտ մեխին խփել են Միացյալ Նահանգների կառավարության հայտարարության մեջ, հիշում եք, չէ՞, ասում է այս գումարն էլ կտանք, բայց խնդիրը գումարը չի, խնդիրը քաղաքական կամքն է։ Իշխանությունն է պատասխանատու եւ ինքը պետք է ամեն ինչ անի, որ նորմալ ընտրություն լինի։ Ինչ գումարի մասին է խոսքը։ Ես որքան հասկացա այսօր պարոն Սվիտարսկու ասուլիսից, ըստ էության խոսքը գնա մասին, որ այդ սարքավորումների վրա փորձում են ավելացված արժեքի հարգել։ Այսինքն սա նշանակում է իշխանությունը ինքը խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի դա կյանքի չկոչվի։ Այդ սարքավորումը բերում են ոչ թե բիզնես անելու համար, այլ ընտրությունների համար։ Իսկ ավելացված արժեքի հարկ դրվում է այն ապրանքների վրա, որոնք ունեն շահույթ հետապնդելու նպատակ։ Այսինքն ակնհայտ է, որ իշխանությունը այս անգամ եւս ինչ-որ խոչընդոտներ է փորձում ստեղծել կամ միգուցե փորձում է Եվրոմիությունից կամ այլոցից եւս գումար փոկել նորից։ Այսինքն տեսել են հնարավորություն կամ ինչ փող փոկելու, ինչքան հնարավոր է շատ փող փոկել։ Մեր իշխանություններից, քանի որ դա հեռու չէ, հնարավոր է իրենք շանտաժի այդ գործիքը փորձում են միջև վերջ օգտագործեն, որ շատ փող բերեն, որովհետեւ իսկապես խայտարակ ֆինանսատնտեսական վիճակում են գտնվում եւ երևի թե այդ $1 միլիոն իրենց համար շատ կարևոր է։ Իրականության մեջ, եթե ցանկությունը կա կեղծելու, կեղծելու են իշխանությունները։ Եթե փորձեն նորմալ, քիչ թե շատ նորմալ ընտրություն անեն, պարտվելու են։ Դա ակնհայտ է։ Եվ եթե ցանկությունը ի սկզբանե լիներ, իրենք այսպիսի ապա քաղաքական, ապա կուսակցական, այսպիսի նույնիսկ ալի չգիտեմ ինչ բառ օգտագործել, այնքան բացասական այդ ռեյտինգային կոչված թաղային ռեյտինգային է, գոնե առաջ մեծամասնական էր, իսկապես ինչ-որ մի շրջանի քվեարկություն էր տեղի ունենում, կեղծիքներով, ընտրակաշարքով, չգիտեմ ինչ, բայց գոնե ինչ-որ մի քաղաքական պրոցեսի մի քիչ նման էր, էլի։ Այս պարագայում լրիվ ապա քաղաքական, ապա կուսակցական մի չլսված բան, աշխարհում այդպես բան չկա։ Ոնց են ընտրական օրենսգիրքը ստեղծել Հայաստանի։ Ամեն տեղից մի բան վերցրել են, որտեղ մնացած բոլոր տեղերում համակարգված մոտեցում է ցուցաբերվել։ Այսինքն այս ընտրական օրենսգրքով, այս իշխանությամբ եւ լայն դաշինք չկազմելով իրատեսական համարում եք ընդդիմության շանսերը հաղթելու կամ ժառանգության շանսերը ազգային ժողովում հայտնվելու։ Չէ, ժառանգության շանսերը ակնհայտորեն կան խորհրդարանում լինելու եւ նույնիսկ շանսը մասին խոսել այստեղ տեղին չէ, այն առումով որ ինքը իր անցած ուղիով ժառանգությունը կարծում եմ լայն այդ շրջանակները համակրանքի ունի, որպեսզի խորհրդարան լինի, բայց եթե ամեն մեկս առանձին պայքարենք, ակնհայտ է, որ իշխանափոխության գործընթաց չի լինի, հետընտրական գործընթացը, որը եւս օրինական է այս պարագայում,
ակնհայտ իշխանությունները պետք է կեղծեն, սա եւս որոշակի դժվարություն կհարուցի, որտեղ այլ է բանը, երբ որ դու նախորդ համագործակցությամբ գնում ես, եւ այլ է, երբ որ չկա նմանատիպ մոտեցում։ Եվ վերջապես հասարակության համար էլ այլ է, երբ որ քաղաքական ուժերը իրենց ամբիցիաները մի կողմ են դնում եւ միասին պայքարում են, եւ այլ է, երբ տեսնում են, որ ամեն մեկը կարծեք թե իր կուսակցական շահն է փորձում պաշտպանել։ Դրա համար ժառանգության հետ կապված որևէ մտահոգություն ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք այս պահին, համոզված լինելով, որ խորհրդարան մուտք գործելու արգելքի հետ կապված խնդիր չունենք, բայց երկիր այս ճահճային, այս դեգրադացվող իրավիճակից դուրս բերելու խնդիրը ոչ միայն ունենք, այլ փորձում ենք հնարավորինս լայն ջանքերով կանգնեցնել եւ այդ անկումը գոնե այդ որ վերջի վարքյանին պետք է արդեն հարված են կանդունդին գոնե այդ կանգնեցնել դա ինչ-որ մի կերպ։ Սա է խնդիրը, ուրիշ խնդիր գոյություն չունի։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Իմ զրուցակիցները Արմեն Մարտիրոսյանը, Ժառանգություն կուսակցության փոխնախագահը։